փոփոխության հարցում համահեղինակ են, առաջին փոփոխության մասին է խոսքը, իհարկե, ովքեր ինձ հետ աշխատել են, նրանց համոզելու անհրաժեշտություն չունեմ, հավանաբար քաղաքական ծախում նույնպես համոզելու կարիք չկա, միգուցե ոմանք կարող են մտածել, որ այս թեմայի ժամանակը կամ տեղը չէ հիմա, բայց վախերը, այն վախերը, որոնք կան, իհարկե հուշում են, որ իհարկե հիմա ճիշտ ժամանակն ու վայրն է կանգնել է պաշտպանել մեր արժեքները։ Իմ գործընկերներին, ես ցանկանում եմ ասել EPP-ում, սա ձեր սիրելի թեման չէ իհարկե, բայց մեր գործընկերը ամեն անգամ հիշեցնում է, որ պետք է պաշտպանենք եվրոպական արժեքները, իսկ այս փոփոխությունը հենց դրան է վերաբերում։ Ներառական ժողովրդավարական անցումը պահանջում է ամբողջական պաշտպանություն եւ մասնակցություն բոլոր քաղաքացիների կողմից։ Դա արժեքներին է վերաբերում, որոնց մենք բոլորս հանձնենք առել, ոչ ավել, ոչ պակաս։ Գործընկերներիս, դուք արդեն գիտեք, որ բոլոր գույների բոլոր մարդիկ շատ կարևոր են մեր հասարակության համար։ Եվ ամենաշատ ելույթները Եվրոպայի խորհրդարանում համասարական անդամ է, ով ամուսնացել է սևամորթ տղամարդու։ Դա հենց այն է, ինչ ժողովրդավարությունն է։ Ինչ վերաբերում է հայրենասեր գործընկերներիս, ես կրկնում եմ բոլոր մարդիկ, ոչ կոնկրետ ինչ-որ սեր կամ խումբ, այս փոփոխությունը կոչ է անում հարգել բոլորի իրավունքները, ապրել ազատ։ Ձեր կուսակցությունում կինը կնոջ հետ է ամուսնացած եւ հետաքրքրված է ներառական հասարակության մեջ։ Գործընկերներ Ուկրաինայից հիշեք, խնդրում եմ, որ համասարական տղամարդիկ նույնպես մահանում են կոչելով Սլավա Ուկրաինի, Փառք Ուկրաինայի։ Գործընկերներ Մոլդովայից ամեն խմբից մարդիկ պաշտպանել են ձեր ժողովրդավարությունը ընդդեմ ռուսական միջամտությունից։ Գործընկերներ Հայաստանից, հյուրընկալող կողմից, այս օրին դուք ցույց եք տվել, որ նույնիսկ երբ որ դուք չեք համաձայնում էապես ներքին քաղաքականության շուրջ, դուք շարունակում եք բոլորդ էլ հավատալ ժողովրդավարության ուժին, իսկ այդ ուժը ժողովրդավարության հենց բազմազանության միասնականության մեջ է։ Հետևաբար բոլորիդ խնդրում եմ կողմ քվեարկել այս փոփոխության, որովհետև խտրականության բացառումը ոչ թե գաղափարախոսություն է, այլ շատ կարևոր է համատեղ ապրելու համար հասարակության եւ աշխարհում։ Եվ հետեւաբար մենք հիմա այստեղ հավաքվել ենք, նստել ենք միասին որպես բոլոր տարածաշրջաններից ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։